Բարև ձեզ սիրելի բարեկամներ, քննարկում հաղորդաշարի շրջանակներում այսօր զրուցելու եմ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանի եւ տնտեսագիտության դոկտոր Մարտիկ Գասպարյանի հետ։ Ողջունում եմ պարոնք մեր տաղավարում։ Եկեք քննարկենք այսօրվա խաղաղության հարցը, որովհետեւ խաղաղության հարցը կարծես թե Փաշինյանի թիմը փորձում է դնել ընտրությունների առանցքային թեմա որպես, եթե ուզում եք խաղաղություն, մեզ եք քվեարկում, եթե ուզում եք պատերազմ, քվեարկում եք մնացած բոլորին։ Եվ ուրեմն իր ելույթներից մեկի ժամանակ Փաշինյանը այսպիսի հետաքրքիր մի բան ասեց, կարծես թե ասում է ժողովուրդը սովոր չի խաղաղության պայմաններում ապրել։ Ես բառացի չեմ ցիտում, բայց իմաստը դա է։ Ինչ կարծիքի եք ուրեմն այս ներկա խաղաղության գործընթացի փուլի մասին, նախաստորագրած խաղաղության պայմանագիր Թրամփի ներկայությամբ, ուրեմն Թրամփի ճանապարհի հնարավոր գործունեություն, եթե համապատասխան ինվեստիցիաներ արվեն ամերիկյան կողմից, եւ այս ընթացքում նաեւ տեսնում ենք փոխադարձ այսպես բավական հետաքրքիր ժեստեր, որոնք որ աստիս փոքրիչ արժեզրկում են նույնիսկ այդ Թրամփի ճանապարհ կոչվածը, որովհետեւ բանը երկուսն էլ ղեկավարները Ադրբեջանի եւ Հայաստանի ասացին, որ թույլ են տալիս իրենց տարածքով դեպի մյուս երկիր գնացող տարանցիկ բեռնափոխադրումները։ Եվ առաջին այդպիսի բեռնափոխադրումը ճիշտ է միանգամից Ադրբեջանից չմտավ Հայաստան, ըստ էության տեխնիկական խնդիրներով, բայց Ղազախստանից Ադրբեջանի տարածքով եկավ Վրաստան եւ այնտեղից մտավ Հայաստան ավելի կարճ, շատ ավելի կարճ, քան եթե գար Ռուսաստանի տարածքով եւ Լարսով։ Եվ Փաշինյանը իր հերթին հայտարարեց, որ պատրաստ է ադրբեջանական բեռնատար մեքենաներին ապահովել, որպեսզի Հայաստանի տարածքով իրենք դուրս գան Թուրքիա։ Այս իրավիճակն է, այս խաղաղության պայմաններն են եւ հիմա ես կուզենայի տեսնել, թե ինչ է այս ամենի մասին մտածում հայ մտավորականությունը, դուք փաստորեն հայկական ակադեմիական գիտության մեջ եք, Մարտիկ Գասպարյանը ապրում է Ռուսաստանում, բայց զբաղվում է հայկական ազգային հարցերով եւ տնտեսագիտական հարցերով։ Համեցեք, պարոն Գևորգյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Խաղաղությունը դա բառեր չի կամ ցանկությունը բավական չի խաղաղության համար։ Գործողությունները այն ինչ որ արվում է այդ կապակցությամբ ինձ հեշտ դա չի հուշում խաղաղություն, որտեղ օրինակ ասենք ես նոր Սյունիքից եմ գալիս, ամբողջ Սյունիքը անցնելով ճանապարհները իհարկե բավական լավ են, սարքված հիմի անհամեմատելի, որ կարելի է նախորդ 30 տարիներին անել եւ այլ չի արվել է։ Բայց ամբողջ խնդիրը նա է, ես տեսա, ասենք, կիսադատարկ ջրամբարներ։ Հարց եմ տալիս, ինչ է այս տարվա այս եղանակին կիսադատարկ այս ջրամբարներ, որովհետև ասենք մի հատ զանգով որևէ չխորհրդակցելու այդ ջրամբարի ջուրը հանձնվել է, այսինքն հոսել գնացել է Ադրբեջան, որտեղ Ադրբեջան ջրի մեծ խնդիրներ կա, երաշտ եւ այլ, եւ իրենք էապես սնվում են մեր ջրերից, որոնք խմելու ջրեր են։ Օրինակ ասենք, երբ որ մենք մեր շատ մասնագետներ ասում են, որ մենք ունենք Որոտանի կասկադ եւ այլը, ինքը շատ հաջող է, շատ արդյունավետ է, մենք շատ հաջող արդյունավետ ամենաթանկարժեք ռեսուրսը հանձնում ենք ըստ էության թշնամական պետությանը, որը նոր է ցեղասպանություն արել եւ չի ճանաչում, ոչ մի իրավունք չի ճանաչում, նա պարտադրում է, որպեսզի մենք ասենք Մասիսարի մասին ընդհանրապես չխոսենք, Արևմտյան Հայաստանի մասին չխոսենք եւ այդ նարատիվները մեր կառավարությունն է հրամցնում, այսինքն տեղի ունենում իրականում հայ էթնոսի, համենայն դեպս տեղաբնակ վերաֆորմատավորում, ինքնության զրկում, դա խաղաղություն է, ես չեմ գտնում, որ դա խաղաղություն է։
Փաշինյանը իր ելույթներից բազմիցս խոսել է այդ մասին, որ մեր այն հայրենասիրության պատկերացումը, որ կար միջև այդ, ես ցիտում եմ ուղղակի իրեն, ընդհանուր միտքը, այնքան էլ ճիշտ չի եղել եւ դա կբերեր Հայաստանի ոչնչացման, որովհետեւ մեր շրջապատի թշնամական պետությունները ավելի ուժեղ են, ավելի մեծ են թվականակով եւ այլն։ Եվ հիմա դրանց ելնելով Փաշինյանը հանկարծ հասկացել է, որ հայրենասիրության ֆորմատը պիտի փոխվի։ Այսինքն ինքը արդեն նույնացնում է հայրենիք պետություն հասկացությունները, ինքը փորձում է ուրեմն այդ բոլոր այն խնդիրները, որոնք որ կարող են դժվարացնել այդ տարածաշրջանային համագործակցության ու հաշտ ու խաղաղ ապրելու շրջանակներում, ինքը փորձում է շրջանցել։ Ըստ երևույթին, եթե դա ճիշտ է, այդ ջրամբարների հարցն էլ կարող է արդեն լուծվում է այսպես փոխօգնության ինչ-որ խնդիրների հիման վրա, որը որ նորմալ է խաղաղության պայմաններում, այդպես չեք կարծում։ Ուրեմն ես ասեմ, ամենաթանկ արժեքը ցանկացած էթնոսի համար իր ինքնությունն է։ Մենք կարայինք շատ կարճ բանը խաղաղության գնալ, եթե ասենք վերափոխվենք, դառնանք ադրբեջանցի կամ թուրք։ Ոչ մի խնդիր, արդեն կբացվեր ճանապարհներ, ինքը իրեն քայլերը, որ ես չեմ էլ ուզում քննարկեմ ինքը եւ իր կառավարությունը, որովհետեւ դա հայոց պատմության մեջ մի հատ շատ վատ ակնթարթ է, իհարկե նախորդներին էլ։ Ես չեմ ուզում ասենք մի բան անել էլ, ես ցույց եմ տալի, որ նախորդներն էլ այս իշխանություն դա նույն իշխանության շարունակությունն է եւ ես ընդհանրապես չի ուզում խոսեի, որտեղ բոլոր քայլերը այն ինչ որ արում է, դա ոչ մի ես օգտակար բան չեմ տեսնում։ Ես ուզում եմ այս թեման ավելի բացել, մոտավորապես այսպեսի հարց տամ, եթե համաձայն։ Ինքնությունը, տեսեք, արարչական տրված հայկական իշխանությունները իրենց խոսույթը, այն խոսույթներ, որը պատկերացնում է գրեթե ամբողջ հայ ժողովուրդը։ Այսինքն ցեղասպանության ճանաչում, պահանջատիրություն, արդարություն եւ այլն։ Խոսքով, բայց գործով, ասենք, բանց պարզվեց, որ իրենք, օրինակ, հենց 91-92 թվականներից արդեն սկսել են Արցախի հարցում այդ նարատիվներից հետ կանգնած զիջել, որ դա լինելու է ինչ-որ ինքնավարություն, Ադրբեջանը կազմում եւ այլն։ Ընդհանրապես, դրանց ավելի առաջ ասեմ, մենք ունենք 89 թվականի որոշումը համատեղ մեր խորհրդարանի եւ Արցախի խորհրդարանի, որ նրանք միավորել են Հայաստանը եւ մեր իշխանությունները փաստորեն որոշել են, որ չէ, Արցախը պետք է տանել հայկական հարցից մասն է իհարկե, բայց հայկական հարցից պետք է կտրել եւ տանել դեպի ինքնորոշման իրավունք, որովհետեւ այդպես պարզ է։ Հիմա ես ուզում եմ պարոն Գասպարյանին դիմել, ինչ տարբերություն մեր նախորդ իշխանությունների խոսքով հայրենասեր եւ գործով ոչ հայրենասեր արարքների եւ ներկա իշխանության հայրենասիրության գաղափարը վերաֆերմատավորելու, գուցե ինչ-որ մեր ինքնության կամ ես կասեի նույնիսկ ավելի շուտ արդարության բացակայության եւ նվաստացման հաշվին վերաֆերմատավորել, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։ Բարի, նախ շնորհակալություն ստուդիայում հայտնելու համար, պարոն Հարությունյան, ինձ միշտ հետաքրքիր է, թե միշտ տրանզիտով շարժվում ենք, այսպես ասած, եւ վախտավիճակում ձեզ տաղավարում հանդիպել։ Ուրեմն ինչ վերաբերվում է մեր պետական ներկայիս եւ նախկին իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը հայրենասիրության եւ նման հարցերի համար, նախ եւ նախկին եւ ներկայիս իշխանությունների համար, որպես վարձված մենեջերներ, սեղանի թե դասագիրք ասեմ, թե անկյունակարային օրինական փաստաթուղթը համարվում է անկախության հռչակագիրը եւ սահմանադրությունը։ Այսօր մենք իրավունք չունենք խոսել
այսպես ասած հայրենասիրության ձևերի քաղաքականության պատմության մեջ երբեք պետությունը հայրենասիրություն չի դաստիարակում եւ դրա սահմանները չի որոշում եւ դպրոցական դասագրքերում չեն անցնում որն է հայրենասիրություն իհարկե եթե պետական մեքենան նշում է հայրենասիրությունը որն է ապա դրանք համարում են տոտալիտար սկզբունքով իրականացվող քաղաքականություն եւ նախկին ղեկավարները եւ ներկայիս ղեկավարները մենք գիտենք 88 թվականին 1900 ընդունել են անկախության հռչակագիրը իսկ փյուրս աշխարհի բոլորը հաշվի առվել մեր ժողովրդի հայ ժողովրդի ամբողջ հավաքական ուժի էներգիան իսկ այսօրվա դրությամբ մենք խոսում ենք հասկացությունների մասին գողական աշխարհ չէ թե այսօրվա ղեկավարությունը նույնպես պետք է կատարի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի դրույթները որը չի կատարվում խախտվում է եւ սահմանադրության բոլոր կետերը, որը չեն կատարվում եւ խախտվում է։ Իսկ հայրենասիրություն դաստիարակել, օրինակ, ես լսել եմ ինձ տեղյակ եմ եղել, ես անձամբ այդ խոսակցությունը պետության ղեկավարի չեմ լսել, ասել են Դիլիջանում մեկը Ղարսից է, մյուսը Վանից է, ես ուզում եմ դիլիջանցի լինի։ Խնդրեմ, իսկ ես Գորիսեցի եմ Մոսկվայում ապրում, իմ իրավիճակը ոնց է։ Այսինքն պատահական խոսակցություններով, պատահական արտահայտություններով պետություն հայրենասիրություն նաև որ այսօրվա դրությամբ եւ խորհրդային իշխանության տարիներին ոչ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ մենք զարգացնենք մեր տնտեսությունը։ Ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհում եւ ոչ քաղաքակիրթ աշխարհում մարդկանց նկատի ունեմ միջազգային իրավունքի սուբյեկտների հետ հաշիվ են նստում իրենց տնտեսական շահերով Հայաստանի Հանրապետությունն առաջին կարևոր անվտանգության հարցը ես միշտ նշում եմ իմ ուզածս չի բայց հիմքը բոլոր պետությունների համարում է տնտեսական հզորությունը շատ լավ ճիշտ եք ասում իսկ մեզ համար հայ ժողովրդի համար մեր խախտված իրավունքների վերականգնումը այսինքն մեր համար տնտեսականը չի ասում եմ մեր ժողովրդի համար մեր պետականության համար հայկական բացի տնտեսական հզորությունից տնտեսական պոտենցիալից առաջնային նշանակությունն է անվտանգության համար մեր խախտված իրավունքների վերականգնումը։ Մեր ինչպես պոետն ասում, մեր ցավը ուրիշ է, մեր դառը ուրիշ է։ Հիմա մենք սովոր ենք, որ այդպես պիտի լինի եւ ասում ենք դա է մեր, ասենք ժողովրդի մտահոգությունը կամ բայց ես ցավոք սրտի օրինակ հետաքրքիր դաս ստացա Արցախի կորստից հետո Արցախի կորստից հետո ես գիտեմ արցախցիներից բացի ուրիշ որևէ մեկը մտածում է Արցախի վերադարձման, արդարության վերականգնման, մարդկանց իրենց հայրենիք վերադարձնելու, իրենց ինքնավարությունը կամ իրենց ինքնորոշումը հարգելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունում կարծես թե ոչ, այսինքն այն մանիպուլյացիոն քաղաքականությունը, որը որ վարվել էր ընդ որում դա հնարավոր է ուրեմն ադրբեջանական, թուրքական հատուկ ծառայությունների կողմից, հնարավոր է մեր իշխանությունների կողմից այդ արցախցի, հայաստանցի այդ հակամարտությունը ինքը իր դերը հրաշալի կատարեց։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում գրեթե ատելություն կա դեպի արցախցիները, էլ չեմ ասում, որ ընդհանրապես չեն ուզում Արցախի մասին լսել։ Ինչպես կբացատրեք սա։ Բարի, նախ առաջին հերթին միջազգային իրավունքով չճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտը իրավասու չէ լուծարվելու։ Բնականաբար։ Մենք ենք կատարել, թե թուրքական ագենտուրան, թե թուրքական հատուկ ծառայություններն են, թե հայկական։ Այդ լուծարումը ես չեմ էլ հաշվի առնում, ընդունենք լուծարված չի օկուպացվածը։ Հիմա ինձ ցույց տվեք ովքեր են պայքարում այդ օկուպացված տարածքի վրա հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ուրեմն սկսած Կիլիկիայից մինչև հիմա, եթե Արցախինը թարմն է, հա, Արցախին ընդհանուր 2-3 տարվա է։ Նմանատիպ հարցերով մենք հարավային Օսետիայում ենք եւ այնտեղ վերջին իրադարձությունների մասին ենք խոսում, մոռանալով ինչ եղել է անցյալում։ Մնացած հարցերով ովքեր են զբաղվում եւ ինչ են անում։ Սկսած Կիլիկիայից, սկսած Ղարսից,
սկսած Նախճեվանի պահանջատիրությունը, պայմանավորված համշենահայության հետ խնդիրները, մեր հարցերը ոչ մեկը չի զբաղվում։ Այս վերջին 30 տարվա ընթացքում, եթե ասում ենք մեր իշխանությունները, մեր ժողովրդի արտահայտած միտքը հավաքական չեն կատարել, չի կատարվել նաև Սփյուռքում, որովհետև Սփյուռքում ունենք տարբեր կուսակցություններ, ինչպես Հայաստանում, դասական եւ նոր, ունենք տարբեր երկրպագություններ ունեցող հավատամքով։ Ընդհանրապես 3% Սփյուռքի ներգրաված է այդ ամբողջ։ Եվ այստեղ ավելացել է նաև սպիտակ, ես միշտ ասում եմ, ցեղասպանությունից, հանրապետությունից կամոք ոչ հարկադրաբար հեռացած 91 թվականից հետո Սփյուռք, որը իրար հետ կապ չունեն, խնդիրների տարբեր են, եւ կարող եմ պարզ ասել, որ նախկին համակարգերով նրանք ամեն մի պետությունը միշտ քննադատում ենք Ռուսաստանում Սփյուռքի կառուցվածքը եւ այլը, բայց մենք չենք քննարկում, որ դրսում էլ տարբեր պետություններ մեր եւ Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում եւ Լիբանանում բոլոր հայկական հարց բարձրաձայնելով զբաղվում են իրենց անձնական բիզնես պլաններով։ Հիմնականում այդպես է, այսինքն նույն լյուստրացիայի կարիք ունի նաև Սփյուռքը։ Դա ես հասկացա, բայց խնդիրը ուրիշ տեղ է, եթե ես սխալվում եմ, ինձ հակադարձեք։ Փաստորեն այն թեզը, որ ես ասում եմ, սարսափելի ցավալի է ինձ համար, բայց ես ենթադրում եմ, որ գուցե այդպես է եւ ձեզ հարց եմ տալիս, խոսքը հետեւյալի մասին է։ Բոլորը իրենց քաղաքական եւ մանիպուլյացիոն գործողություններով Հայաստանի իշխանություններին այս սովետական միության փլուզմանումից հետո ընկած այս ողջ ժամանակահատվածում իշխանությունները կարողացել են վերափոխել ժողովրդի մտածողությունը, պահանջները, ձգտումները, նպատակները եւ հիմա մենք այլևս գործ չունենք այն ժողովրդի հետ, ովքեր իրենց մտքում իրանց առաջնահերթությունները ձեր թվարկածների մեջ է։ Ես հարց եմ տալիս ձեզ, գուցե այդպես է։ Դրա համար մենք պիտի արդեն Փաշինյանի նման ձևափոխենք մեր օրակարգը, որովհետև այն հայրենասիրությունը եւ այն գաղափարները, որոնք դուք ասացիք, այլևս Հայաստանում շատ քիչ մարդկանց են հետաքրքրում։ Ուրեմն, եթե հարկի մոտորապես կաշխատեմ, ամեն ինչ սկսվեց օղակ է կոչվում հայերեն, հա, կայացող օպերացիայի ժամանակ։ Այսինքն, երբ մարդիկ իրենց մեծ տներում ապրելով, իրենց արյալը պահպանելով չկարողացան, այդ թվում նաև Արցախի եւ Հայաստանի իշխանությունների կողմից Եվ այդ օրվանից էլ ես էլ այն կարծիքին եմ եղել անձամբ, թեև իմ կարծիքը այդքան կարևոր չէ, որ մեկը նման ստեղծված կառուցվածքը չի մնալու, որովհետև մեր ստեղծված պետական կառուցվածքներին չի հետաքրքրում այդ օրվանից սկիզբ դրվեց նման մոտեցումը։ Այսինքն, երբ Արցախը բլոկադայի մեջ էր, առաջին անգամ Իրանից առաջին մեքենաները հայտնվեցին հումանիտար օգնություն ցույց տալու համար, նրանք օդատարկեր չեն դարձել։ Նրանք առաջին հերթին քանդված տներից որոշակի անավարտ արտադրության շինարարության ատրիբուտներ են հետ ուղարկել եւ մեր ժողովրդին սովորեցրեցին մեր իշխանավորները, որ մենք կարող ենք մեր ունեցածը տալ դրսում։ Ինչի մասին են մտածել այդ 30 տարվա ընթացքում մեր ժողովուրդը, երբ Սպիտակի երկրաշարժիչ օգնությունը տեղ չի հասել, 27 բետոնե գործիքների գործարան ա եղել։ Ուր են։ Ամբողջ երկաթը, այդ թվում նաև նշանակություն ունի տնտեսական, ստրատեգիական, բոլորը գնացել է, այդ մեր ժողովուրդը լավ, կառավարությունը արել է նախկին կառավարությունները, ուր են եղել, այսինքն մեր ժողովրդին սովորեցրել են, որ դա իրենցը չի, մեր ժողովրդին զրկել են, այդ թվում նաև օրինական սահմանադրության երկու անգամ փոփոխությունով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զրկել են երկրի պետության, պետականության, Հայաստանի Հանրապետության ունեցվածքի նկատմամբ ունեցած մոտեցումից։ Եվ դա տրվել է կառավարության ռուսերեն կոչվում է դավերիձենը, վստահ օգտագործման
Եվ այսօր համակարգը այդպեսին է։ Շատ հարցերում Նիկոլից ինչպես բացառիկ իրավունք են տվել։ Հիմա բացառիկ իրավունքով։ Եվ այդպիսի հոգեբանություն ստեղծվել է եւ հիմա մենք ուզում ենք նման հարցեր վերականգնենք, բայց խոսքը ինչ վերաբերում է հայրենիքին, հայրենիքի հասկացությունը դպրոցում չեն դաստիարակում։ Հայրենիք հասկացությունը ձևավորում է ընտանիքում։ Հայրենիք հասկացությունը դաստիարակում է մեր դասական գրականության, երաժշտության ներկայացուցիչների ստեղծագործություններով։ Հա, բայց մի բան է, եթե ասենք հայրենիք հասկացությունը դպրոցում չեն ձևավորում, ընտանիքում են ձևավորում, բայց դպրոցը դրան չի խանգարում, ուրիշ բան է, երբ որ դպրոցում փորձում են ձևավորել դրա ճիշտ հակառակ գաղափարը։ Եվ այդ ժամանակ ես կասկածում եմ, որ տանը ձևավորված այդ գաղափարների մի զգալի մասը չի ձևափոխվի եւ դառնա Մենք էլ ենք սովորել խորհրդային միության տարիներին Հայաստանի պատմությունը եղել է շատ փոքր 2 տարվա փոքր դասագիրք, բայց մենք բոլորս անկյունակարային հարցերը ոչ բոլորը, ովքեր զբաղվել են, ասենք, հումանիտար առարկաներով եւ բոլորի համար հանրային գրադարանից դուրս չէին գալիս, հետաքրքրում էր այդ անկյունակարային հարցերը։ Նման բացատրությունները իհարկե այդ նույն դաստիարակությունը պետության կողմից ուզում է Հայաստանում լինի, Ֆրանսիայում լինի, թող իրենք ուրիշ հարցերով զբաղվեն։ Այսօր Ֆրանսիայում իմ թորնիկս դպրոցում եւ նման դպրոցականների մինչեւ 12-րդ դասարանը տարին 2 անգամ տանում են մեղվաբույծների մոտ սովորացնեն, թե Քրտնաջան աշխատանք խոսքս վերաբերում է տնտեսական հզորության մասին, որ մակաբույծ չպետք է լինել, պետք է աշխատել։ Եվ այդպիսի աշխատանք, դաստիարակչական աշխատանքը հիմնականում չի մտնում հայրենիք դաստիարակելու, մոտեցումը բնության, ֆլորայի եւ ֆաունայի նկատմամբ։ Իսկ այն ինչ որ կա, ոնց կարող է տատը, հիշեք Կոմիտասին, տատը իր ամբողջ այդ գենի գրողն է եւ նա մատուցում է։ Հետագայում դնել արդեն պետությանն է, որ պետությունը, որովհետև իշխանության գլուխ 5 տարի անցնում է մեկ ասում է հայրենիքը սա է, 10 տարի անցնում է նա է, այսօրվա դրությամբ արդեն շրջանցած անցնեմ, մենք 2 կարիդորի հարց ունեցանք 20 թվականի նոյեմբերի 9-ից 10 կարիդորի հարցը, որին մենք չմասնակցեցինք, Եվ այսօրվա դրությամբ ստացանք այն, որ Ղարաբաղի հարցով, Արցախի հարցով ոչ մեկը չի զբաղվում եւ այսօր Հայաստանում էլ ընտրական կամպանիաների հետևանքով Ղարաբաղցիներին կիսել են։ Ամեն մեկը մի ձևով իր շահերով, ինչպես զոհվածները, որ մենք զոհասեղանին դրել ենք մեր ազգի ռեպրոդուկտիվնի ամբողջ երիտասարդությանը։ Հիմա նույնը վերաբերվում է Տրամփի ճանապարհին։ Այստեղ էլ մենք պետք է մեր մոտեցումներն ունենանք։ Ես կասեմ, որ եւ գիտնականների, էքսպերտների եւ հայության, այսպես ասած, որ ասում են գաղթական չունենք Հայաստանից, թեև Հայաստանից գնացած ադրբեջանցիները զբաղվել են, ստացել են պրիվատիզացիա, եւ ես ուզում եմ հատկապես այսօր նշել այդ կարևոր մոմենտը, որ վաղը միսօր մենք կանգնելու ենք այդ հարցի առաջ, ինչ վերաբերում է հայերի տեղահանությունը Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությամբ իրենց չի վերաբերվում, որովհետև իրենք պատասխանատու են 18-20 թվականի Ադրբեջանի դեմոկրատական չճանաչված հանրապետության իրավահաջորդը եւ 20 թվականից մինչեւ 91 թվականի կատարված արարողությունը ինչ իրադարձություն եղել է պատասխանատվություն կրում են Ռուսաստանի բոլշևիկները, այդ թվում ներկայիս Ռուսաստանը եւ համարում են ներքին տեղաշարժվածներ։ Իսկ Հայաստանին համարվում են գաղթականներ, այդպես միութենական հանրապետություններ են եղել, երկու կողմից էլ իրավական տեսակետից համարվում են ներքին տեղաշարժվածներ։ Այդ թվում Հայաստանից տեղաշարժվածները պրիվատիզացիայի process-ին մասնակցել են, իսկ Ադրբեջանից տեղահանվածները պրիվատիզացիայի process-ին դա շատ կարևոր առանցքային հարց է իրավական տեսակետից ունեցվածքի իրավունքի չարաշահման կողմից, որ նրանք պահանջատիրությունը Արցախի հետ կապված հարցերում բան նրանք արդեն խոսակցություն են տանում 150 միլիարդ դոլարի խոսքը դրա մասին է, եթե նրանք պահանջում են, որովհետև այդպիսի փաստաթուղթ խոսեցինք նոյեմբերին ստորագրած, դա նշանակում է, որ մենք ագրեսոր ենք եղել, մեր ունեցած բանակն ենք, բայց խոսքը բացի դրանից մենք անդրադարձանք, որ մենք ինքներս
Ղարաբաղի Արցախի նախագահ իրավունք չի տրված լուծարել Արցախի չճանաչված հանրապետությունը։ Արցախի պարլամենտը, եթե մենք մեր ձեռքով մեր սխալները կատարել ենք, այսօր ուզում եք Արցախին տիրություն անել, ամբողջ Սփյուռքը եւ Հայաստանի Հանրապետության բյուջեն տիրությունն է արել, այդ թվում նաեւ ստրատեգիական հարցերում Արցախի Հանրապետությանը։ Իսկ նստել օգնություն որոնել, այսօր էլ մենք առաջարկում ենք Տրամպը ներկայացուցիչ ունենա Հայաստանի եւ հայկական հարցի համար։ Բայց մենք այդ պահը ես ասեմ, ներողություն եմ խնդրում պարոն Հարության, մենք չենք ուզում որ Միացյալ Նահանգներից կամ ուրիշ պետություններից ինչ որ գումարներ տան իրենց ընթացիկ քաղաքական գործունեություն։ Մենք այդ գումարները ունենք, որոնց գումարները այ դրա համար մեր պետականությունը պետք է զբաղվեր, ստանար եւ դրանց ձևավորումը պետք է կատարվի այդ լիկվիդնի ակտիվների հիման վրա։ Ներողություն եմ խնդրում որ անդարտեցի։ Հասկանալի է, բայց դրանք մի փոքր տարբեր հարցեր են, դուք շոշափեցիք Արցախի կառավարությունը, Արցախի լեգիտիմությունը, Արցախի լուծարումը ճակերտների մեջ, ես ասեմ, որ այդ լուծարումը լրիվ անհետեթությունը այդպիսի ակտ չի կարող լինել իրավաբանական տեսակետից, քանի անգամ էլ այդ Արցախի տվյալ պահի նախագահը կանգնի եւ գոռա, որ ինքը լուծարում է։ Արցախը ժողովրդի ստեղծած պետությունն է, ժողովուրդն էլ պիտի լուծարի, բայց այլ ուրիշ բան, որ մինչև վերջերս Արցախի խորհրդարանը 23 թվականից հետո բավական երկար ժամանակ ինքը դեռ ուժի մեջ էր, այսինքն այդ պատգամավորներին, որոնց ընտրել էին իրենց ժամկետով ցեղասպանական գործողություններով Ադրբեջանից վտարվելուց հետո նրանք ունեին դեռ լիազորություն, որովհետև իրանք ժողովրդին, այդ ժողովրդի կողմից ընտրված մարմին էին։ Եվ այդ մարմինը, տեսեք, ես ցավով եմ ասում, ոչ մի անգամ չհավաքվեց, որոշում ընդունեց, շարունակեց եւ այլն։ Շարունակեց ներկայացնել իրեն միջազգային ասպարեզում, չդիմեց ՄԱԿ-ին, չդիմեց ուրիշ տեղերին, այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարողացան հանգիստ այդ խնդիրը տեղում լուծել։ Առավել ևս մի փաստացի տեղի ունեն Արցախի ժողովրդի կազմաքանդում, ինտենսիվ ստեղից տեղափոխում են եվրոպական երկրներ, Հունգարիա, որը հիմի իրեն, այսպես ասած, դիրքավորում է որպես թուրքական երկիր։ Պատկերացնում եք, ասենք համատեղ գործողություն են անում թշնամիները, իսկ մեր այսպես չակերտավոր կառավարությունը, որը եթե մենք իրականում այսպես քննարկենք, թե ոնց է ձևավորվի, ով վստահություն չունի բացարձակ։ Ես կարծում եմ երկրի ղեկավարի այս կամ ղեկավարի գործողությունները վերագրել երկրին մանավանդ Հունգարիան են բացառիկ երկրներից մեջ մեկն է, որի համարության մեջ գրված է, որ Հունգարիան հանդիսանում է իրեն ստեղծող ժողովուրդների պետությունը եւ ի տարբերություն շատ այլ տեղերի, որ այդպես ուղղակի արտահայտությունը գրում են եւ անցնում են, այնտեղ թվարկած է այդ ժողովուրդները, որոնց մեկը հայերն են։ Այսինքն 8-9 ժողովուրդների մեջ մեկը հայն է, որ Հունգարիայից ստեղծել է, այսինքն հայերը առավել եւս կարան ասեն, որ Հունգարիան նաեւ իրենց պետությունն է, բայց դա մի կողմ։ Եվ մեր դեպուտատներն ունենք պարլամենտում։ Այո, որովհետեւ այնտեղ քվոտաներով ազգային փոքրամասնություններից դեպուտատներ են ընտրվում պարլամենտ։ Ես առաջարկում եմ պարոնայք դուրս գանք կարճատև գովազդային դատարանի, բայց հետո կշարունակենք մեր խոսակցությունը, կփորձենք այն ամփոփել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։
Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շփիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Երասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր զրույցը ֆիզմատ գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանի եւ տնտեսագիտության դոկտոր Մարտի Գասպարյանի հետ։ Պարոնայք, այն հարցերը, որ մենք հիմա քննարկում ենք, իրենք շատ ակտուալ են։ Բայց դրա հետ միասին մենք տեսնում ենք ոչ միայն ժողովրդի այդ ապաթիան, բոլորովին այդ գաղափարներից հրաժարվել է, մենք տեսնում ենք մտավորականության խայտառակ վիճակը, խայտառակ ապաթիայի, պասիվության, իրենց բաներում փակվելու, մինչդեռ մտավորականությունը կամ այդ էլիտան կոչված էր հասարակությանը կրթելու, այդ տանելու իր հետևից եւ այլն։ Մենք ես չգիտեմ, չեմ հիշում այսպիսի վիճակ, որ երբևէ ունեցել ենք, համենայն դեպս իմ կյանքի ընթացքում, իսկ պատմության մեջ գուցե եղել են այսպիսի շրջաններ, բայց այդ շրջանները երևի պատմության մեջ համենայն դեպս այդ տեսանկյունից չեն դիտարկվում։ Դե իհարկե խնդիրները շատ են, որ պետքա լուծեն, առաջնահերթ լուծումներ են պահանջում, այնպես չի, որ մտավորականությունը ամբողջովին տենց վիճակում է, կան ակտիվ մարդիկ, մենք օրինակ ստեղ ենք, մեզ ոչ մեկը դրա համար ոչ վարձատրում է, ոչ խնդրում է, մենք ընդհակառակը ճնշումների ենք որոշակի ենթարկում, ես մասնավորապես այն որ խոսում եմ, բայց ես չեմ կարա չխոսեմ եւ ես չեմ տեսնում որևէ ուրիշ բան, որ մտավորականությունը կարող է անի, քան իրեն երկիրը, իր ժողովրդին սկսած կրթելուց, օգնելուց, ուղղություն ցույց տալուց եւ այլն։ Ասենք բոլոր տիպի այն բաները, ծրագրերը, որ անհրաժեշտ է ոտքի կանգնացնելու համար երկիրը եւ ամբողջ հայությունը մտավորականության շրջանում կա տեղ-տեղ հատվածայնակեր, տեղ-տեղ կենտրոնացված է, ուղղակի պետք է հասկանանք, որ բան իշխանություն այդ մեր երկիրը զավթված է օտար ուժի կողմից։
Հիմի եւ ասենք տեսեք կարևորագույն հարցերը, որ պետք է լուծումներ տան, որ այդ ռեսուրսներն էլ կա, ղեկավարությունը չի անում, որտեղ ինքը դա օկուպացիոն իշխանություններ է, ես չգիտեմ, դրսից կառավարող է, ինչ ասեմ, ոնց ասեմ, բայց այդ դա չի նշանակում պետք է հուսախաբվել, ասենք դուք ու ինքնությունից հրաժարվեց, այնա ես նայում եմ ես վերջի տվյալները գենետիկ քարտեզը, Թուրքիայի մինչև ամբողջ արևմտյան Հայաստանի 65%-ը գենետիկ, այսօր էլ գենետիկ հայկական են, իսկ բան են դեպի Մարմարացով եւ այլ դա այդտեղ 30% են, պատկերացնում եք ինչ գենետիկ ներկայություն կա, բայց դա մեծ մասը հեռու է հայ լինելուց, մեծ զգալի մասը ինքը ձուլվել է մշակույթով եւ այլ եւ ըստ էության Օսմանյան կայսրություն, հետո պետություն թուրքական ստեղ ոչ մի արժեք չի ստեղծել, ուղղակի ապրել է, մեր իշխանությունները հանձինս Փաշինյանի կառավարության ասում են ուղղակի ապրեք, կերեք, գնացեք դուրս եւ այլ, բայց դա բանական մարդու համար դա մահանալ է նշանակում, ինչ է նշանակում ապրել, խաղաղ ապրել, երբ որ խաղաղություն կար, ինչ որ շատ կարճատված, Հայաստանը դարձել էր ամբողջ սև համակարգի, այսինքն սոցիալիստական լագերի սիլիկոնային հովիտը եւ այն ինչ որ մենք հիմի կանք, մենք կանք ոչ միայն այն տղաների շնորհիվ որ կռվեցին, այլ այն մտքի շնորհիվ դա Համբարձումյաններ, Ալիխանյան եղբայրներ, Ուրբելի եղբայրներ եւ բազմաթիվ Խաչատրյան, Կոմիտաս եւ դրա արդյունքներ, եթե դա հանում ես 3 միլիոն բնակչությունը կամ այդ ամբողջ մարդկության քանակի մեջ որևէ դերակատարություն չունի, իսկ եթե մի բան դերակատարություն չունի, նա պետքա վերանա։ Այսինքն, եթե մենք ուզում ենք ապրենք, մենք չենք կարող ուղղակի ընդհանրենք կներեք խոս քերթելով, մորթելով, ուտելով գոյատևենք, նախ պետք է ինչ-որ բան ստեղծենք, արարենք, ամբողջ այսօրվա մեր ձեռքի տակ ընկած դեռևս գոյություն ունեցող տարածքը, որ անվանում ենք Հայաստանի Հանրապետություն, կարիք ունի մոդեռնիզացիայի զարգացման, որի հնարավորությունները պոտենցիալը հայազգի մեջ կա ամբողջ աշխարհում եւ մեր գերխնդիրը պետք է միավորել, որ ասենք 10 տարի հետո Հայաստան հայությունը ոչ թե լինի 10 միլիոն, այլ 50 միլիոն։ Այդ պոտենցիալը կա։ Մենք նույնիսկ Հայաստանի փոքր հանրապետության տարածքում չենք կարողանում մարդկանց այդ մանիպուլյացիայի պատճառով այդ ժամանակակից մտածողությունն որ դարել է, որոնք թքած ունեն, ասենք օրինակ Արցախի վրա, արցախցիների վրա, մեր պատմական, ասենք ժառանգության վրա, մեր ես չգիտեմ ակնկալիքների վրա, ես կարճ ասեմ Արցախի անկման հիմնական բանը, որտեղ ես այդ 30 տարի տեսնում էի ոնց է կազմաքանդվում Արցախը եւ ոնց է օտար ուժը դանում եւ ժողովուրդը եւ ստեղ եւ Արցախում ինչ որ ձևով հանդուրժում էր ընդվում էր դե հեսա կլավանա ինքը ինչ որ իր հարցերը լուծի իր կենսամակարդակ ուտելու խնդիրը բանանի կլավանա, բայց այդ ընթացքում էմիսարները գալիս էին Արցախի համալսարանում, ասում են գիտեք ինչ, դուք հայ եք, բայց այդքան էլ հայ չեք, դուք արցախցի եք, արդեն ուզում էին նոր տիպի էթնոս ստեղծեին եւ այն ուժը մասնավորապես, որը այդ բանը անում էր, նա կազմաքանդեց եւ կազմաքանդեց հայ ղեկավարների ձեռքով, ասում են Տարասով, կորելով գալիս են, քարոզում են, որ դուք հայ չեք եւ 92 թվականին այն ժամանակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց էր տալի, ասում էր դե 92 թվական, երբ որ արդեն պատերազմ էր գնում, որ դե բանը Արցախը պետքա լինի Ադրբեջանի կազմում։ Այն ժամանակ պետքա դատի տրվի պետական դավաճանության համար։
ոչ թե ասենք քաղաքականություն անում եւ ոչ թե պետք է Լևոն Տեր-Պետրոսյանն մեզ սովորացներ գրինգրի չեկավ կամ թելբոտ եկավ ասես կանգնացրեք այդ process-ները այն ժամանակ արդեն ամբողջ բանը Ադրբեջանը վերաֆորմատավորվում էր այն մարդկանց միջոցով որոնք հայեր էին բայց մենք չարեցինք բայց այդ չի նշանակում որ պետքա մի չանենք գերխնդիրը պետք է լինի եթե մենք ուզում ենք խաղաղություն եւ ինքնություն պաշտպանել Ադրբեջանը ինչպես չի եղել պետքա չլինի պետքա վերաֆորմատավորվի Շնորհակալություն Պարոն Գասպարյան ձեր ամփոփիչ խոսքը այգուցե մենք այդ պատմական ընդմիշտ բաց ենք թողել Ուրեմն շնորհակալություն հետաքրքիր հարցը Այսօր տնտեսագետներն ասում են ես օգտագործում եմ դիվանագիտության քաղաքագիտության մեջ հայ ժողովուրդը կանգնած է սերվիտուտի process-ի վրա Եթե մենք կարողանանք արդեն ինչ արել են, չեն արել, գոնե այսօր, որ մենք ասում ենք կակիստոկրատներն են, մերիտոցիդ են իրականացնում, մենք ասում ենք ամեն անգամ սկսում են մանիպուլյացիաներ, դրանք կոչվում են սատկա, սիլյոտկայի մանիպուլյացիաներ, մոլորություններ, բոլորովին պետք է ստապ գնահատենք, որ արդեն վերջին սերվիտուտն է, այսինքն լիովին խախտվում են բոլոր տիպի իրավունքներն ու փակվում են, բոլորս պետք է մտնենք, տնտեսապես հզորացնենք մեր այս հանրապետությունը։ Ես Կիպրոսից նոր եմ եկել, այնտեղ ավելի փոքր տարածքը, ավելի քիչ ժողովուրդ են, բայց այնտեղ ասեմ նույն ամերիկյան բազան կա, անգլիական բազան կա միջև հիմա։ Ես մտածում մենք ինչի ֆրանսիացիներին տիրություն եկեք մեր մեջ որոնենք գոնե ժամանակավորապես ոչ թե միավորվենք, այլ համախմբվենք։ Գոնե նման իրավունքներ, պարտականություններ կա, ունեցած ռեսուրսները պրոֆեսոր Գևորգյանը գիտի, մեր հանրապետության միայն Զանգեզուրում 50-ից ավել էլեմենտներ են, բոլոր ստրատեգիական էլեմենտներ կա, ջրերի պաշարը կա, արևը կա, եւ դա պետք է անել։ Կարողանանք, ասենք, որպես միջազգային արենայում ցույց տանք, թե մենք էլ նորմալ խաղացող ենք եւ մեր գիտնականների համախմբվածությամբ կարողանանք այդ հարցը լուծել։ Իսկ ինչ վերաբերում է մտագրավորականության անտարբերությանը, նման հարցեր եղել են Նարեկացու ժամանակ արաբական խալիֆատության ժամանակ, նման անտարբերություն եղել են Խրիմյան հայրիկի, բոլորս գիտենք, ժամանակ։ Այսօր էլ այդպես է եւ մեր մոտ այս փոքր տարածքում Խորհրդային Միության սահմանափակվածությամբ բոլոր իրավագետների կարծիքը վերջնական է եւ կասացիայի կարիք չկա։ Պատմաբանները երգում են, հիշում եք, մի անգամ այստեղ ասում եք դուք լացում են, այսպեսի իրենց որոշում ունեն նաեւ որ իրենց անկախությունը ճանաչվել է, ոչ մի բան էլ չի ճանաչվել, նորից նայել ենք Ադրբեջանին, որ ասում եք փաստերով, ես էլ ասի այդ փաստերը արդեն նայել են, հիմա կուղարկենք, գոնե մենք կարողանանք այս փոքր տարածքում չստացվի վերեն հասցնեն Ալեքսանդրոպոլի պայմանագրի փոքր տարածքը եւ ունեցած Եթե մենք չանենք, չպայքարենք, միայն մենք Հայաստանը հզորացնել, մտածել Հայաստանում, տեսեք, նույն ռեսուրսներով կարող եմ ասել Վրաստանը եւ Ադրբեջանը իր վալովը, հա, պրոդուկտը համախառն արտադրանքով շնչին հաշնող մեր մոտ բարձր է։ Լավ, հաշվենք, որոշ ստատիստիկ տվյալները մեր ռեսպուբլիկայում ստատիստիկան շատ ուժեղ զարգացած է եղել խորհրդային տարիներին, այդ աշխատանքները Ներողություն այդ որ տվյալները ասեցիք մեզ մոտ բարձր են։ Մեզ մոտ նավթը երևի հանած։ Չէ, նավթը բյուջեից ապխոդ է գնում, այդպես չի։ Նավթը բյուջե չի մտնում, գազը բյուջե չի մտնում։ Ադրբեջանը բոլորը արված է, ինչքան մուտք կատարում է դրսում եւ ինչքան Ադրբեջանից դուրս է գալիս։ Եթե պետք է մի 5 օրից այդ տվյալները կարող եմ ներկայացնել։ Հետաքրքիր կլինի դրա Այո, այսինքն ներկայացնել մեր հերոստատողներին այդ տվյալները։ Մեծ ցանկությամբ եւ մենք այսօր պետք է, այսինքն այն ջիղը, որ ունենք մենք եւ համախմբվենք, ոչ թե միավորվենք։ Չարենցի համախմբելն է, պետք կարողանանք այս վիճակում ոչ միայն պահպանեք, հետաքրքրություն ներկայացնենք, որովհետեւ 3-4 կառավարությունները այսպիսի մեծ բյուջեի պրոֆիցիտ առաջացրել են արտաքին պարտքերի իրենց վերցրած գումարների հաշվով։ Իսկ պետությունները գումարներ, ինվեստիցիաներ վերցնում են այդ ինովացիոն
ծրագրեր իրականացնելու համար։ Ոչ մի վերցրած գումար ինովացիոն ինվեստիցիոն ծրագրերի համար չի եղել։ Գոնե կարողանանք ունեցած հնարավորությամբ եւ կրթական մակարդակը հայրենասիրության վերաբերյալ պարոն Հարությունյան Կրթական, գիտական, որտեղ ասենք գիտական միայն այդպես լուսավորելով իապես մի արդեն բավական նահանջ է ապրել, համեմատած մեր շրջապատող երկրների եւ դրա հիմնական պատճառներից մեկը նա է, որ փաստորեն մնում է գիտությունը խիստ սահմանափակ ֆինանսավորված, այսինքն այդ աշխատավարձների բարձրանալը դե հասկանալի է, նման սահմանափակումների պարագայում այդ պետք է սպասվել։ Այդ ոչ պրոֆեսիոնալիզմը խայտառակ Մենք դրա մասին խոսել ենք պարոն Գևորգյան, էլի կխոսենք, պարզապես ինձ հուշում եմ, որ մեր հաղորդման ժամանակը ավարտվել է, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հետաքրքիր զրույցի տեղտեղել բանավեճի համար, սիրելի հայրենակիցներ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։